Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանում սրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջև քաղաքական եւ տնտեսական հակամարտությունը։ Դոյչ Վելեի հաղորդմամբ Կարապետյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով, ինչը նրա պաշտպանությունը համարում է շինծու։ Կարապետյանն իր հայտարարությամբ ընդգծել է, որ չի հրաժարվելու իր սկզբունքներից։ Thank you very much. Excellent. Great to see you. Ադրբեջանում որոշ շրջանակներ, այդ թվում նաև երկրի ղեկավար Ալիևի մակարդակով Հայաստանի ինքնիշխանության 60%-ը շարունակում են համարել Արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանն ինքն էլ է համարում, որ սա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանն իր պատկերացումներն է ներկայացնում այդ իրավիճակից դուրս գալու ելքը երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Փաշինյանը այս զրույցի ընթացքում հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ նախատեսվում է ստորագրել մինչև այս տարվա վերջ։ Հարցազրույցավարը Փաշինյանին հարցնում է խաղաղություն կնքել ցանկանալու ֆոնի վրա ինչ տպավորություն է ստանում Փաշինյանը ադրբեջանական կողմի հետ։ Conversation was positive. Դրական էր խոսակցությունը, մենք պայմանավորվեցինք, որ պետք է աշխատենք այս թեմայի շուրջ, մենք համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը, Ալմա-Աթայի հռչակագրով համաձայնեցված տեքստում է նշված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հիմքը։ Երկրորդ իրավադրույթ էլ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը, հիմնվելով այն փաստի վրա, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Եվս մեկ կարևոր դրույթ կա, որի համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը չունեն տարածքային պահանջ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Եվ որքան էլ ադրբեջանական կողմը հայտարարի, թե Հայաստանն ունի տարածքային պահանջներ այդ երկրի նկատմամբ, Փաշինյանը Հայաստանի սահմանադրությանն է հղում տալիս։ So our constitutional Մեր երկրի սահմանադրության մեջ չկա եւ ոչ մի տարածքային պահանջ Ադրբեջանի կամ որևէ հարևան պետության նկատմամբ։ Ուստի ինչ է իմ ասելիքը, եթե մենք ստորագրենք այդ պայմանագիրը Ադրբեջանի հետ, կառավարությունն այն պարտավոր է ուղարկել սահմանադրական դատարան։ Փաշինյանի ձևակերպմամբ, եթե սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ապա այդ պարագայում ըստ Փաշինյանի Հայաստանը ստիպված կկանգնի ընտրության առաջ։ I said already publicly that if our constitution Ես հրապարակային ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական բարեփոխումներ։ Այնպիսի բարեփոխումներ, որոնք մեզ հնարավորություն կընձեռեն առաջ շարժվել, սակայն եթե մեր ՍԴ-ն որոշի, որ այն լիովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, մենք կարող ենք այն ուղարկել խորհրդարան եւ վավերացնել։ Խորհրդարանում պայմանագրի վավերացման դեպքում մենք մեր սահմանադրության մեջ ունենք դրույթ, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան մեր պետական օրենսդրությունը։ Հայաստանը ըստ Նիկոլ Փաշինյանի եւս ունի որոշակի մտահոգություններ Ադրբեջանի սահմանադրության մասով, Հայաստանը սակայն դրա մասին չի բարձրաձայնում։ why Քանի որ մենք տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում այդ հարցը մեր պարագայում եւս լուծված եւ որոշված է, ուստի մենք պետք է գնանք եւ ստորագրենք այն, որպեսզի լուծվեն բոլոր խնդիրները։ Իսկ եթե չստորագրվի, մտավախություն չկա, որ կողմերի միջև լարվածություն, պատերազմ կլինի։ you know I already said that they won't be Ես արդեն ասացի, որ չի լինի պատերազմ, չի լինի լարվածություն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինելու է խաղաղություն։ Տեսեք, մենք կենտրոնացած ենք եւ մենք փորձելու ենք այն հուլիսին ստորագրել։ Մենք շարունակաբար փորձելու ենք այդ ուղղությամբ աշխատել եւ ի վերջո կստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ կհաստատենք խաղաղություն։ Փաշինյանը հայտնեց նաև, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի մոտ 12 կիլոմետրը սահմանազատված է։ Սահմանազատված մասն ըստ Փաշինյանի անվտանգային երաշխիքներով տարածք է եւ դարձել է իրականություն։ Ազգային ժողովը հաստատել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Քվեարկության արդյունքում 63 падգամավոր կողմ է արտահայտվել, ոչ մեկը դեմ չի եղել, իսկ մեկ падգամավոր ձեռնպահ է մնացել։ Հաշվետվության ընդունումը արձանագրվում է տարվա ֆինանսական ցուցանիշների պաշտոնական ամփոփումը։ Իսրայելահայ համայնքի անդամների շրջանում զոհեր չեն արձանագրվել, բոլոր քաղաքացիներից ստացվում է տեղեկություն, որ համայնքը գտնվում է ապահով պայմաններում։ Տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքով արձանագրվել է 30 վիրավոր, որոնցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր։ Հարվածներ են հասցվել նաև Սորոկա հիվանդանոցին, ինչպես նաև մի շարք բնակելի շենքերի, ներառյալ երկրի կենտրոնական շրջաններում։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում ապագա չի տեսնում պայմանավորված երկրի եվրոպական ուղղությամբ շարժվելու որոշմամբ։ Նա նշել է, որ առևտրաշրջանառությունն արդեն նվազել է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ գործընկերների հետ։ Ըստ նրա, հնարավոր է առաջիկայում Եվրոպան պահանջի փակել երկինքը ռուսական ինքնաթիռների համար, ինչը կբերի նոր սահմանափակումների, այդ թվում բեռնափոխադրումների ոլորտում։ Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը զգալիորեն աճել է հայտարարագրման գործընթացով պայմանավորված։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ 2025-ի հունիսի 17-ի դրությամբ գրանցվել է ավելի քան 131,000 դիմում, իսկ 2024-ին արդեն տրվել է 161,000 քարտ, 2,5 անգամ ավելի 2023-ից։ Տեղադրվել են նոր տպագրական սարքեր, ինչը կրկնապատկելու է թողունակությունը, հասնելով օրական 2,000 քարտի։ Կուտակումների եւ ուշացումների խնդիրը հիմնականում լուծված է։ Կառավարությունը Հայաստանի տարածքից Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին որոշում է կայացրել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանալճում կենսաբաշարի կայուն գործածման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Վերջին տարիներին Սիգի կենսազանգվածի աճի տենդենսը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակի աճը լճում։ Որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիսի 2-ից եւ գործելու է 6 ամիս ժամկետով։ Թղթային QR կոդերով տրանսպորտից օգտվելը մայրաքաղաքում շուտով չի կիրառվի։ Քաղաքապետարանում որոշեցին, Ավինյանն էլ հայտարարեց, որ QR կոդերը հնարավոր է օգոստոսից վերացնեն։ Թելսալի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած ամենայն հավանականությամբ երևի օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Խնդիրներից մեկը մեր նաև դա է։ Քաղաքապետարանի ավականու ընդդիմադիր անդամներն էլ հայտնեցին, թե այդ կերպ քաղաքապետարանը նպատակ է դրել պարտադրել քաղաքացիներին գնել փաթեթներ։ Ընդդիմադիրների կոչն է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ։ Քաղաքային իշխանությունը վճարման մի եղանակ է չեզոքացնում, բայց պարզվում է, որ մայրաքաղաքում երթևեկող ոչ բոլոր նոր ձեռք բերված ավտոբուսներն են հիմա սարքին։ Ման Մակնիշի 87 ավտոբուսներից 10-ը անսարք է եղել։ Ման Մակնիշի ավտոբուսները տոկոսային էլի շատ բարձր է անսարքության թիվը, ինչի է այդպես։ Հայաստանմասերի խնդիր ունի էլի Ման Մակնիշը, էլի հանդիպել ենք անցած շաբաթ, քննարկել ենք այդ հարցը, մի քիչ տեխնիկական խոտաններ լայի հայտ գալիս տեխնիկաների վրա, մեկ փոխարինումը տևում է։ Վերջին 6 ամիսն է, եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական եւ հստակ փոխանց է։ Քաղաքապետարանը նախատեսում է Երևանը համալրել նոր տրանսպորտային միջոցներով, 45 տրոլեյբուս են արդեն ձեռք բերել, սակայն ֆինանսական միջոցների հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն, խնդրում եմ հանձնարկանի ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգելու։ Ինչքան է մեր 6 ամիսը, դեռ 6 ամիսը ապրիլի 7-ին ենք ընկել պայմանագիրը, դրանից 6 ամիսը հոկտեմբեր։ Այո։ Ժամանակ ունենք, պարոն Հովհաննիսյան, մեր հաջորդ առաջնահերթությունը այս տրոլեյբուսներն են։ Քաղաքապետարանը հայտնել էր, որ տրանսպորտային փոխադրամիջոցների շահագործման արդյունքում քաղաքացիներից ոչ բոլորն են վճարում ուղետոմսի փողը եւ թերի գանձման պատճառով ըստ քաղաքապետարանի 45 տրոլեյբուսների փոխարեն հնարավոր կլինի գնել 15-ը։ Չարենցավանում թմրանյութի գործով ձերբակալվել են 2 երիտասարդ։ Հունիսի 16-ին Գանգրահեր տղայի այգում ոստիկանները ձերբակալել են Աբովյանի եւ Եղվարդի 2 բնակչի թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով։ Մերսեդես մեքենայից եւ անձնական խոզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված եւ մարիխուանայի նմանվող փաթեթ։ Նշանակվել է փորձաքննություն, քննչական մարմինը վարույթ է հարուցել, երկուսն էլ ձերբակալված են։ Ոչ ստապ վարորդի պատճառով վթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում։ Հունիսի 19-ի առավոտյան թիվ 23 ավտոբուսը վթարի է ենթարկվել ստապության փորձաքննությամբ, վարորդը եղել է ոչ ստապ։ Երևան ավտոբուս փակbaşնետիրական ընկերության փոխանցմամբ նա ալկոհոլ է գործածել երթուղի դուրս գալուց հետո։ Վարորդը ազատվել է աշխատանքից։ Հունիսի 29-ին Նիսանը Երևան աշտարակ ճանապարհին բախվել է բաժանարար գոտում տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի եւ ինտերնետի համար տեղադրված դիտահորին առաջ ընթացել բախվել Երկաթե Էլեկտրասյանը։ 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։
Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Կիսախանյանի գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ տեղում պարզվել է, որ տարածքը Կոտայքի մարզում է, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի եւ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Հունիսի 18-ին Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են 42-ամյա Աշոտի Ford Fiesta-ն եւ 24-ամյա Դավիթի Opel Zafira-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Opel Zafira-ի 37, 15, 12 եւ 45 տարեկան ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Հունիսի 19-ին Արցախի Պողոտա թիվ 39 հասցեի մոտակայքում մեքենա է այրվել։ Մերսեդեսում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Հետո արդեն օպերատիվորեն ժամանած Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Հայ մշակույթի կարևոր բեմերից մեկը Գոյ թատրոնն այլևս չկա։ Պատճառը պետական որոշումն է, որն ըստ մշակութային համայնքի ներկայացուցիչների ընդունել են լռության եւ փակ դռների հետևում, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։ Թատրոնում ոչ միայն ներկայացումներն են, այլ նաեւ մարդկային ճակատագրերը։ Գոյի աշխատակիցներն ասում են, իրենց ստեղծած տունը քանդեցին առանց դուռը թակելու, բայց իրենք տունը նորից են պատրաստվում կառուցել։ Պետությունը, կառավարությունը որոշել է, որ իրենք կարող են համատեղ աշխատել Գոյ թատրոնը եւ Սունդուկյան թատրոնը, բայց Գոյ թատրոնի աշխատակիցները բնականաբար դա չեն ընդունել։ Պայքարում թատերական ոլորտի ներկայացուցիչներն անզիջում են, նրանք արդեն դիմել են դատարան վիճարկելու Գոյի եւ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միավորման գործընթացը, սակայն դատարանը մերժել է հայցը, հիմնավորելով, որ ստեղծագործողների իրավունքները չեն խախտվել, սակայն վերջիններս համոզված են, իրենք զրկվել են ոչ միայն աշխատանքից, այլև մշակութային ինքնությունից։ Թատրոնի փակումը դեռ վերջնական փակված չի, որովհետև մենք ունենք դեռ բողոքարկելու իրավունք եւ մենք մեր իրավունքից կօգտվենք։ Պայքարը բացարձակ ներկապահին իրավական կողմով է, որովհետև մնացած մարդկային ոչ մի, այսպես ասած, ակցիաներ իշխանությանը չի հետաքրքրում։ Հայց որ կողմը պնդում է թատրոնի վերակազմավորումն իրականացվել է առանց մասնագիտական համայնքի հետ երկխոսության։ 35 աշխատակիցներ կարծում են, որ դատարանի այս որոշմամբ անտեսվում է ստեղծագործողների ձայնն ու դերը։ Խախտումները բազմաթիվ են, մենք հայցադիմով ներկայացրել ենք եւ ըստ էության խախտումները, ասած ասեմ, ակնհայտ են մեր իսկ համոզմամբ եւ վարչական դատարանում փաստացի ընդունվելով վարույթ, ի զարմանս մեզ քննություն առնվեց, սակայն որևէ խախտման անդրադարձ չի կատարվել։ Չնայած երկար պայքարից նախաձեռնած բողոքի ակցիաներից հետո թատրոնը լուծարվեց, սակայն համայնքը չի հանդարտվում։ Ասում են, պայքարելու են մինչև վերջ, պատրաստվում են դատարանի որոշումը նախ բողոքարկել ներպետական ատյաններում, միևնույն ժամանակ քննարկում են միջազգային ատյաններին դիմելու հնարավորությունները, ներառյալ մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Քանի դեռ չեն սպառվել Հայաստանում դիմելու դատարաններ, բողոքարկելու, մենք նաև դա կսպառենք, եթե իհարկե չունենա դա դրական լուծում, որից հետո արդեն կդիմենք միջազգային դատարաններ, այս դեպքում արդեն եվրոպական դատարան։ Թեև թատրոնի հանդիսատեսի նստատեղերն արդեն հանել են, միևնույն է Գոյ թատրոնը դեռ պայքարում է իր գոյության իրավունքի համար։ Ասում են, սա վերաբերում է մշակույթի կառավարման ամբողջ մոդելին, որտեղ ըստ նրանց երկխոսություն, զիջողականություն եւ արժեհամակարգային մոտեցումներ չկան։ Կրիշտիանո Ռոնալդոն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել։ Նվերն Ամերիկայի նախագահին է հանձնել Եվրոպայի խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան։ Ֆուտբոլիստը մարզաշապիկի վրա գրել է նախագահ Դոնալդ Թրամփին, որը հանդես է գալիս հանուն խաղաղության։ Բրեդ Փիթն իր ընկերուհու Ինես դե Ռամոյի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած իր մասնակցությամբ F1 ֆիլմի պրեմիերային։ 61-ամյա դերասանն ու 32-ամյա դիետոլոգը Կարմիր գորգին հայտնվել են ձեռք-ձեռքի տված։ Միջոցառմանը մասնակցել է նաև ֆիլմի պրոդյուսերը։
Ամերիկյան OpenAI ընկերությունը, որը ստեղծել է լայնորեն քննարկվող ChatGPT արհեստական բանականության chat-bot-ը, հայտարարել է ԱՄՆ կառավարության եւ պետական ծառայողների համար նախատեսված ծրագրերի մեկնարկի մասին։ Նոր նախաձեռնության շրջանակում ընկերությունը $200 միլիոն պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ։ Ծրագիրը ենթադրում է կառավարության ներկայացուցիչներին արհեստական բանականության վրա հիմնված գործիքներ, այդ թվում առաջադեմ լեզվական մոդելների հասանելիության տրամադրում։ Աշխատանքները հիմնականում կիրականացվեն Վաշինգտոնում եւ նրա շրջակայքում, իսկ ավարտի ժամկետը նախատեսվում է 26 թվականի հուլիսին։ Հուսով եմ կհանդիպենք Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է տաքսու հայ վարորդին իտալական Sport Italia-ի պարբերականի լրագրողը Լոս Անջելեսում Միլանի Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի երախտիկի խոսքերը։ Շատ շնորհակալ եմ, որ դու մեր լավագույն ֆուտբոլիստն ես, ասել է վարորդը։ Ի պատասխան Հենրիխ Մխիթարյանը տեսախցիկի առաջ հայերենով արձագանքել է. Շատ շնորհակալ եմ, հուսով եմ լավ եք, մի օր կհանդիպենք, պատասխանել է Հենրիխ Մխիթարյանը։ Շատ շնորհակալ եմ, հույսով եմ լավ եք ու մի օր կհանդիպենք։ Che cuore, ascolta pure Albano, pure lui.